Մուտի լովչիկին նայեք։ Ունեմ բաժնե տոմսերի կամ չունեմ, այո ունեմ եւ իմ հայտարարագրում դա նշված էր ընտրությունների ժամանակ, եթե չեմ սխալվում, հա, պահանջել։ Առավել եւս որ նշել եք, կարող եք ասել ինչքանն է ձեր բաժինը։ Ոայ, չեմ հիշում, շատ փոքր տոկոս է, 0.00, չգիտեմ ինչ։ Ընկերությունը շատ մեծ ընկերություն է։ Տեսեք, սա սուտ է Արթուր, ասում է, ընդ լրագրողի հարցին ասում է, ես AFK սիստեմայում 10 քանի տարի աշխատել եմ, ասում է, իսկ փայ ունես դու ունդ է։ Ասում է 0.0 շատ փոքր չնչին փայ է, ասում է, դա աշխատավարձի կեսը դե փայ են տվել, կեսը աշխատավարձ, այս մուտի լովչիկին նայեք, ու հետո ինչ է ասում, ու հետո սկսում է ներկայացնել, թե AFK սիստեման ինչ ահռելի կազմակերպություն է։ Եվ ինչքան շատ գումար են աշխատել։ Հələ պատկերացեք Արթուր, այ ողորմելի, դու գիտես մենք մոռացել ենք ոնց Արմենթելը կերար։ Այդ Vivassel-ը ոնց դարավ սիստեմայի մաս, MTS, դարավ Vivassel MTS, կհիշեք Արթուր, Vivassel էր, չէ՞։ Այդքի դարավ Vivassel MTS, որտեղ MTS-ը AFK սիստեմայի այդ խմբի մեջ է մտնում։ Այս կներես Արթուր, այս անաղված քրդիշունը իա Vivassel-ի փայը տարե բան արել, պահել է Ռուսաստանում, որ դատախազությունը հետևից չգնա։ Այսինքն մենք երբ որ գիտեք ինչն է զարմանալի Արթուր, մենք երբ որ արտասահմանում ներկայացնում ենք սա գույքը սա ունեցածը, լրագրողները կան ինչ-որ այդպես մարդիկ կան, որ ասում են դե դա իր անունով չի։ Պարզը քյալ չի, որ իր անունով գրեր։ Հենա Հայաստանում 250 միլիոն դոլարի գույքը իր անունով ունի։ Դատախազությունը հետևից գնացել է։ Բայց դասի եղած չեղածը բանի Պողոսի, Պետրոսի